Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ամառային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա։ Տիկնայք եւ պարոնայք, գուցե կարելի էր ասել, որ այսօր մեզ մոտ հերթական արտամրցութային խաղն է։ Սակայն հերթական անվանել մի խաղ, որտեղ իրենց ուժերն են փորձելու Յունիբանկի աշխատակիցները մեղմ ասած ճիշտ չէ։ Եվ ես խաղի եմ հրավիրում Սերգեյ Քոչարյանի թիմին։ Մարմարի արծվի մրցանակակիր, աուդիտ մենեջեր Աննա Աստանյան, ֆինանսական վերլուծաբան Արեն Ավետիսյան, ռիսկերի կառավարման մասնագետ Էրիկ Մկրտչյան, բիզնես վերլուծության և հաշվետվությունների վարչության պետ Մարիաննա Միքայելյան, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հեռանկարային ծրագրերի վարչության պետ Ստեփան Դովլասյան և թիմի ավագ Յունիբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման գծով տնօրեն Սերգեյ Քոչարյան։ Սերգեյ Քոչարյանի թիմի դեմ այսօր կխաղան Ասիա Աղեկյանը, Սուսաննա Հարոյանը, Տաթև Մինասյանը, Գոհար Խաչատրյանը, Քրիստինե Սարգսյանը, Լուսինե Այվազյանը, Գևորգ Հովանիսյանը, Բլից, Լուսինե Մկրտչյանը, Կարեն Պողոսյանը, Ռուդիկ Գալստյանը, Սևակ Համբարձումյանը և հարց պարոն հաղորդավարից։ Ինչ, որտեղ երբ ամառային խաղեր։ Հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվի այն թիմը, որը կվաստակի 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղափուլ։ Բարի երեկո հարգելի գիտակներ։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Պարոն Քոչարյան։ Այո պարոն հաղորդավար։ Դուք շատ եք առիթ ունեցել ներկա գտնվելու մեր դահլիճում։ Այո։ Իսկ ինչպես եք ձեզ այստեղ ավելի հարմարավետ զգում, կանգնած թե նստած։ Ну, առայժմ կանգնած ավելի հարմար է։ Դե խաղի վերջում կտեսնենք նստած հարմար է թե ոչ։ Հաջողություն եմ մաղթում թիմին։ Շնորհակալություն պարոն հաղորդավար։ Ձեր դեմ խաղում է Սուսաննա Հարոյանը, տնտեսագետ Երևանից։ Վերջերս ոսկերչական մի ընկերություն նորապսակներին առաջարկել է ամուսնական մատանիների մի ռոմանտիկ տարբերակ, որն իր մեջ գաղտնիք է պարունակում։ Հարսանեկան հավաքածուն բաղկացած է 2 արծաթապատ ոսկե մատանիներից։ Ուշադրություն, հարցը. Ինչ է թաքնված այս գաղափարի հիմքում։ Ժամանակ։ Կարող է նկարներ դեն մեջ, կարող է իրար կարող է մեկը ոսկի մատանի տեսքով, մեկը զամոկի տեսքով։ Իրար կպատվին է։ Արծաթի վրա անունը գրած, հետո ոսկի։ Մատնահետքեր ուրիշ հարցեր։ Ռոմանտիկ հավաքածու է ինքը, այսինքն ինչ-որ մի բան է, կամ 2 Հա, որտեղ հավաքածու է ինքը, մեկը մեկին Յանի կարևորը ներսում է, կարևորը հարսանիքի ժամանակը չի հետո առաջարկել է ռոմանտիկ տարբերակ ամուսնական։ Յանի ավելի թանկարժեքը հետ։ Այդ գաղափարի հիմքում ինչ գաղափար են դրել է թիմքում, որ եղել է մեջը ոսկի Այդուքին օրինակի համար գաղափար։ Բայց իրար միանան, բայց երկուսն արծաթապատ էին։ Լավ կպատասխանե սրտիկի տարբերակ։ Արծաթային ոսկի։ Ժամանակ, պարոն Քոչարյան։ Կպատասխանի Էրիկ Մկրտչյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ միգուցե նրանք փոխլրացնում էին միմյանց, կարող է սրտիկի տեսքով են եղել կամ չգիտեմ ինչ տեսքով, գաղափարը եղել է այդուքին մի մարմին, միգուցե։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Էրիկ, ինչու էր արծաթապատ, բայց ոսկի։ Ձեր կարծիքով եկեք քննարկենք իրար հետ։ Հարստությունը ներսում է,
Արծաթով պատված ոսկե մատանիների գաղտնիքն այն է, որ որքան երկար ամուսինները կրեն մատանիները առանց մատից հանելու, այնքան ավելի երկար ժամանակում կանհետանա արծաթի շերտը եւ զույգի ոսկի հարսանիքին 50 տարին անց կշողարցակի մատանիների ոսկին, խորհրդանշելով երջանիկ եւ հարատև ամուսնություն։ Անգամ եթե դուք չասեիք ոսկե հարսանիք, պարզապես ասեիք ինչքան երկար ապրեն եւ արծաթը մաշվի, տակից ոսկին երևա, ես պատասխանը կընդունեի։ Իսկ հիմա Սուսաննա Արոյանը բերում է առաջին միավոր իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունի բանկից, պարոնայք։ Ինչ որտեւ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունի բանկը, խաղի գիտաինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ եւ շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Athens ընկերությունը եւ վերջապես մեր լուսավոր եւ ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն գիտակի, կինոօպերատոր Արտավազդ Խաչատուրյանը նվիրում է ամերիկացի լրագրող եւ կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի աշխատությունը Լեոնարդո դա Վինչիի կյանքի եւ գործերի նոր բացահայտումների վերաբերյալ սեփական մակագրությամբ։ Մեզ գրքեր տրամադրելու համար շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատների ցանցին։ Գրատան գործունեությանը ծանոթանալու համար կարող եք այցելել Զանգակ bookstore.am կայք։ Շարունակում ենք խաղը, երկրորդ խաղափուլ։ Պարոն Մկրտչյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ինտելեկտուալ խաղերից սիրում եք նաև մաֆիան։ Այո։ Իսկ ինչ ընդհանրություն եք տեսնում մաֆիայի եւ ինչ որտեղ երբի միջև։ Երկու տեղն էլ պետքա ակտիվ մտածել, ասենց ասեմ, երևի ու բայց դե խափել չի կարելի։ Միտքը հարց հասցնելու ունակություն պետքա ունենաք։ Այստեղ որ խափեք պարզապես կպարտվեք։ Այստեղ պետքա ճիշտ պատասխանել ամեն դեպքում։ Այդ կյանքում էլ ատենց ինձ թվում է։ Համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մկրտչյան։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Այվազյանը։ Տնտեսագետ քաղաք Բերդ։ 20-րդ դարի 60-ականներին այդ վայրից ոչ հեռու տեղի ունեցել մի հանցագործություն, որին հաջորդել է այդ հանցանքի համար անցկացված դատական գործընթացը։ Չնայած այդ տհաճ իրողություններին, այն մեզ հայերիս մոտ հաճելի հիշողություններ է արթնացնում, հիշեցնելով պարզ ու մաքուր մարդկային հարաբերությունների մասին։ Ուշադրություն հարցը. անվանեք այդ դատավարության մասնակիցներից գոնե մեկին։ Ժամանակ։ Մենք ենք մեր սարերը։ Իսկ Գոնե մեկի։ Գոնե մեկի։ Պավլին։ Պավլը։ 20-րդ դարի 60-ականների այդ Ռևազ։ ոչ հեռու հանցագործություն։ Հա, դա տեղել այն դատավարությունը, որ իրան Հաշտարակ են։ յուղի, Ուրիշ վերցնելա, հաշտարակ ուրիշ յուղում, վերցնելա, էլ ինչ կա։ Մեր համար հաճելի հիշողություններ արտնացրել 20-րդ դարի 60-ականներին դա ուրիշ հանցանք։ Ուրիշ ինչ դատավարություն կա հայտնի։ Դե Թեյլորյանի դատավարությունը։ Դատավարությունը բայց որպես համար շատ հաճելի հիշողություններ է։ Ուրիշ ունենք։ Իսկ եթե կինոյից չէ, գրքի չէ իրական։ Դե էլի ինչ որ դատավարություն որ կարա լինել։ Հաճելի դատավարություն, Որ համ դեպքը տելնի, համ Դատավարությունը դատավարությունը տեղի ունի 20-րդ դարի 60-ականներ։ Մենակ թիվը ճիշտ է 20-րդ 20-րդ դարի այ աշխարհի առողջության կադրերն է սկզբում։ Դե կպատասխանեմ։ Ռևազ Պավլը մեկին։ Հաշտարակ յուղն է։ Ժամանակ, պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Կպատասխանի Արեն Ավետիսյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Ավետիսյան։ Մեր կարծիքով խոսքը գնում է մենք ենք մեր սարեր ֆիլմի մասին, դե դատավարության մասնակիցներից Պավլեն, Ռևազասինը բոլորին կթվարկենք։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հրանտ Մաթևոսյանի հանճարեղ ստեղծագործության հիման վրա
Հենրիկ Մալյանի կողմից նկարահանած ոչ պակաս հանճարեղ «Մենք ենք մեր սարերը» կինոնկարում գողացված ոչխարների գործը հետաքննող քննիչը գործի բոլոր մասնակիցներին հավաքում է հանցանքի վայրի մոտակայքում գտնվող քարի շուրջ եւ անցկացնում ձևական հարցաքննություն։ Այդ դատավարության մասնակիցներն էին ֆիլմի հերոսներ՝ Իշխանը, Պավլեն, Ավակը, Զավենը եւ իհարկե Ռևազը։ Իդեպ ուշադրություն էկրանին։ Հետագայում այդ քարն անվանում են «Մենք ենք մեր սարերի» կամ պարզապես Ռևազի քար, որը գտնվում է Տավուշի մարզի Խաշթարակ գյուղում։ Մեկ-մեկ։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է PMI Science գիտահետազոտական կենտրոնի կոմերցիոն պլանավորման ուղղության ղեկավար Դավիթ Պապիկյանը։ Բարի երեկո, պարոն Պապիկյան։ Բարև ձեզ։ Պարոն Պապիկյան, PMI Science գիտահետազոտական կենտրոնը ճանաչվել է լավագույն գործատու միջազգային Top Employers Institute-ի կողմից։ Ինչպես սկսեցիք ձեր կարիերան ընկերությունում։ Ճանապարհը սկսել եմ Ինկոմպաս նախագծի միջոցով, որպես փորձնակ։ Շատ ի սկզբանե շատ ամեն ինչ նոր էր թվում ու նոր էի ծանոթանում ամեն ինչի հետ, բայց շատ հնարավորություններ էի նկատում։ Լավագույն գործատուի մի մասը լինելը շատ հնարավորություններ ու ճկունություն է տալիս, ուսումնասիրելու տարբեր ուղղություններ եւ հնարավորություններ է տալիս տարբեր հաստիքներում քեզ փորձելու եւ գտնել աշխատանք, որը հնարավորինս եւ լավագույնս համակարգում է քո հմտությունները եւ ձգտումները եւ անձամբ ես զգացել եմ այդ ճկունությունը, որովհետեւ հիմա այս բանին արդեն ղեկավարում եմ կոմերցիոն պլանավորման թիմը եւ չեմ բացառում, որ ապագայում իմ ուժերը կարող եմ փորձել նոր ուղղությամբ, շարունակում եմ ուղղակի առաջնորդվել նույն մոտեցմամբ, երբեք չդադարել սովորել, աջակցել թիմիս, տեսնել մեծ պատկերը, չկորցնելով մանրուքների կարևորությունը։ Շնորհակալություն եւ շնորհակալություն PMI Science գիտահետազոտական կենտրոնին Հայաստանում երիտասարդ գիտնականներին եւ ինտելեկտուալ շարժումը աջակցելու համար։ Շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Պարոն Ավետիսյան։ Այո, պարոն հաղորդավար։ Ժամանակին մասնակցել եք մեր հեռուստաակումբի գիտակների ընտրությանը։ Կարելի է ասել, որ այսօր ձեր երազանքն իրականացավ։ Ինչ զգացողություններ ունեք։ Զգացողությունները շատ տպավորիչ են, ամեն ինչ այստեղ ավելի էմոցիոնալ է, քան որ տեսնում ենք էկրաններից այն կողմ, ավելի ուրախ եմ, որ այս թիմի կազմում եմ խաղում, ոնց որ ընկերական կազմում ենք խաղում, այն դեպքում կարող եմ մի քիչ նենց թիմի կազմում խաղայի, որ նույնիսկ չճանաչեի մարդկանց, գոնե առաջի խաղի ժամանակ, հիմա ամեն ինչ ավելի լավ է։ Մեր ակումբում միևնույն է բոլորը հետո ընկերանում են։ Ես դրա համար ասեցի սկզբում։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Հովհաննիսյանը, տնտեսագետ Բժնի գյուղից։ 1996 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Արգենտինայում մրցում էր Boca Juniors թիմի հետ։ Խաղի ավարտից 5 րոպե առաջ մեր հավաքականի պաշտպան Վարդան Խաչատրյանը տեղափոխվել էր կիսապաշտպանություն եւ անձամբ էր հսկում Դիեգո Մարադոնային։ Չնայած Խաչատրյանի կարիքն ավելի շատ զգացվում էր պաշտպանությունում, այնուամենայնիվ Վարդանը մինչև մրցավարի սուրիչը շարունակեց հսկել Մարադոնային։ Ուշադրություն հարցը. Որն էր Վարդան Խաչատրյանի տարօրինակ վարքագծի պատճառը։ Ժամանակ։ Բայց ասում է հսկում, կարող է վախում է մի անգամից Չէ, Մարադոնան ժամանակ Էդի լավն է, Խանական մարզաշապիկներով։ Մարզաշապիկը Որ ինքը առաջին է, ոնց որ մոտենա ու փոխի ավարտից 5 րոպե Ուրիշ ինչ կարելի։ Չէ, դե տենց ինչ-որ բան չկա, Նկարվի Մարադոնան հետ, բայց նույնն է, այլ ինչ իմաստը նույնն է, նկարվի մարզաշապիկ նկարեն իրար հետ, իրար հետ նկար ունենան, էլի։ Դե նկարվի Մարադոնյան վերջին վարքյանները ավելի լավ, այնա խաղից ուրիշ ինչ կարան վերցնեն, ֆուտբոլ է կարան վերջում Չէ, այդ պահին դե հաստատ բան չի վերցնել։ գրկախառնման բան։ Չէ։ Այդ միջը գտե կարեն, չէ։ Տես։ 5 րոպե շուտ, սպասում ավարտվի։ Պարոն Քոչարյան,
Ով է պատասխանում։ Պարոն հաղորդավար, կփորձեմ ես պատասխանեմ։ Լսում ենք ձեզ։ Ամենայն հավանականությամբ Վարդան Խաչատրյանը ուզում էր մարզաշապիկները փոխել եւ Մարադոնայի մարզաշապիկը ինքը վերցներ։ Գիտեր, որ բոլորն էլ ամեն ինչ կանեն, որպեսզի իրենք վերցնեն մարզաշապիկը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այն ժամանակ դեռ չէին խաղում Մեսսին եւ Ռոնալդոն։ Վարդան Խաչատրյանը խաղավերջում սկսեց հսկել Մարադոնային, որպեսզի մրցավարի եզրափակիչ Սուլիչից անմիջապես հետո առաջինը Մարադոնայից խնդրեր եւ նրանից նվեր ստանար նրա մարզաշապիկը։ 2-1 հոգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Իտալ Սոլար ընկերության փոխտնօրեն Արա Գևորգյանը։ Բարի երեկո, պարոն Գևորգյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Պարոն Գևորգյան, եթե կողքից օբյեկտիվորեն նայեք Իտալ Սոլարի գործունեությանը, ապա ինչը առավելապես կշեշտեք, որ 2.5 տարվա կազմակերպության համար անհնարին թվացող երևույթ է։ Շատ բան կարելի է նշել, պարոն հաղորդավար, թե պրոդուկտների քանակն ու տարատեսակ լինելը, թե աշխատակիցների թիվը, բայց ինձ համար առավել կարևոր ու հատկանշական է այն, որ մենք ընդամենը 2.5 տարվա ընթացքում կարողացել ենք համալրել Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր կազմակերպությունների շարքերը եւ այն հանգամանքը, որ մենք մեր ցուցանիշներով ամեն անգամ ավելի բարելավում ենք մեր դիրքերը։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, ինձ մնում է ավելացնել միայն, որ այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակին Իտալ Սոլար ընկերությունը կնվիրի 100,000 դրամի նվեր քարտ։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Մանչեսթեր Յունայթեդի հավատարիմ երկրպագու եք։ Ինչ եք կարծում, ինչ ապագա է սպասում այդ ակումբին։ Միևնույն է, ինքը փառավոր ապագա կունենա, ճիշտ է, վերջ 12 տարին անհաջողություններ են, բայց միևնույն է։ Կունենա։ Մինչև 92 թիվը նույնպես անընդհատ պարտվում էին, էլի։ Մինչև Սեր Ալեքսի գալը։ Ոչ, Սեր Ալեքսի գալուց հետո էլ մի Սկզբում հասկանալի է, այո։ Մինչև թիմը դարձավ թիմ։ Այո։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրի համար 20 վայրկյան քննարկման հնարավորությամբ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, առաջին հարցը։ Նա ծնվել է 1900 թվականին Քանաքեր գյուղում, ունևորի ընտանիքում։ Նրա ընտանիքը Ֆլորայի այգիների սեփականատեր է եղել, սակայն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո կորցրել է հարստությունը։ Տիգրան Սրապյանը Երևանից հետաքրքրվում է, ում մասին է խոսքը եւ ինչով էր նա զբաղվում Երևանի փողոցներում։ Ժամանակ։ Ֆլորան Կարաբալան։ Նվիրում էր ծաղիկներ։ Երևանում անվճար։ Երբ կա է, որ ասում է ծաղկավաճառ ծերունի համար եմ ասում։ Ժամանակ։ Կպատասխանի Մարիանա Միքայելյանը։ Լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ Կարաբալայի մասին է խոսքը, նա նվիրում էր ծաղիկներ փողոցներում։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Նա հայտնի է դարձել Երևանի փողոցներում ծաղիկ նվիրելով կամ վաճառելով, խոսքը իհարկե Կարաբալայի մասին է։ Առաջին հարցին դուք ճիշտ պատասխանեցիք։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Պարզվում է, Անգլիայի հյուսիս-արևելքում ծնված այդ մարդը պատմում է ոչ թե անձամբ իր, այլ իր ընկերոջ Քվենտին Քրիսպի մասին, որը որոշել էր արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Քրիստինե Ղազարյանը Երևանից հարցնում է. ով էր այդ մարդը եւ որ քաղաք էր տեղափոխվել նրա ընկերը։ Ժամանակ։
Կարա տեղը Տիտանիկի հետ կապ ունենա։ Տիտանիկը, հա, 1900, բայց թվական չի ասել։ Իսկ մարդը անում ով է նրա ընկերը իսկ ով է։ Չէ, իսկը ինքը ինքնակենսագրական բան, ասում է պատմում էր ընկերոջ, բայց այսին կարող ենք հետ գրել, որ յանի ես տեղափոխվեցի եւ այլն ինչ որ տես հայտ ինչ ստեղծած։ Ժամանակ ով է պատասխանում։ Ոյ, կփորձեմ ես պատասխանեմ։ Լսում ենք ձեզ, պարոն Քոչարյան։ Միգուցե Արթուր Կոնան Դոյլը։ Արթուր Կոնան Դոյլը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Քվենտին Քրիսպը որոշել էր բնակություն հաստատել Նյու Յորքում։ Հենց նրան է Sting-ը նվիրել Englishman in New York երգը։ 2-2։ Քրիստինա Ղազարյանը բերում է երկրորդ միավորը իր թիմին եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Օզոն Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ Բարի երեկո, պարոն Կարապետյան։ Բարի երեկո, պարոն Աղասավը։ Պարոն Կարապետյան, խաղասեղանի շուրջ իրավիճակը շատ արագ է փոխվում, բառացիորեն մի քանի րոպեում։ Իսկ Օզոնը ինչ արագությամբ է զարգանում այսօր, առաքման թե շահավետ առաջարկների արագությամբ։ Դե տեսեք, մենք գրեթե ամեն օր ունենք տարբեր տեսակի գնեչություններ, շատ արագ ենք գործում այդ դաշտում, բայց ամենակարևորը բացել ենք նոր հնարավորություն ավիաուղիներով բեռնափոխադրումներ եւ շատ արագ կարող եք արդեն ստանալ նաեւ 4 օրում Հայաստանում կարող լինել ձեր յուրաքանչյուր գնումը։ Շնորհակալություն, ուզում էի հասկանալ, որ մեզ մոտ խաղասեղանի շուրջ ամեն ինչ որոշում է կրթվածությունը, ինտելեկտը, ինչպես նաև տրամաբանությունն ու փայլատակումը։ Վստահ եմ, Օզոնում նույնպես կան խելացի եւ հետաքրքիր լուծումներ։ Ինչ որտեղ երբ խաղը եւ Օզոնը ինչ ընդհանրություններ ունեն ձեր կարծիքով։ Դե իմ կարծիքով, տեսեք, 1 րոպեում գիտակները պիտի ընտրեն լավագույն տարբերակը։ Մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին նաև գտնել լավագույն տարբերակը եւ 370 միլիոն ապրանքներից ընտրել ամենալավագույնը, թե գնով, թե որակով։ Ոչ 1 րոպեում հուսով։ Նրանք ավելի շատ ժամանակ ունեն, իսկ արագության տեսանկյունից մենք էլ ընտրում ենք լավագույն մարշրուտները, ոնց կարող ենք լավագույն ուղիներով հասցնել ապրանքները դեպի Հայաստան, որպեսզի գոհունակությունը բարձր լինի մեր հաճախորդների։ Շնորհակալություն, պարոն Կարապետյան։ Ինձ մնում է միայն ավելացնել, որ խաղի լավագույն գիտակին Օզոն Marketplace-ը կնվիրի գրքերի հավաքածու, իսկ եթերաշրջանի լավագույն հարցի հեղինակին ժամանակակից շարժական բարձրախոս նվագարկիչ։ Շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի եթերաշրջանի գլխավոր մրցանակը, Մարմարե արծիվը։ Եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Յունիբանկի կողմից սահմանված 300,000 դրամ դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Գոհար Խաչատրյանը։ Հրուշակագործ Կոշ գյուղից։ Յուրի Նիկուլինը պատմում էր, որ մի անգամ կրկեսի դերասանները հեռավոր արևելքից տրանսպորտային ինքնաթիռով թռչում էին Նովոսիբիրսկ հյուրախաղերի։ Վայրեջքի ժամանակ օդանավի շասին չէր բացվում։ Հետո երբ վերջապես բացվեց, օդանավակայանում խափանվեց էլեկտրամատակարարումը եւ ինքնաթիռը երկար ժամանակ չէր կարողանում վայրեջք կատարել։ Անելանելի վիճակից օդանավի ուղևորներին փրկել է ծաղրածու կարանդաշը, ով եկել էր օդանավակայան արտիստներին դիմավորելու։ Օդանավակայանի տնօրինության հետ խորհրդակցելուց հետո նա դիմել է օդանավակայանում եւ մերձակայքում որոշ մարդկանց օգնությանը եւ միառժամանակ անց ինքնաթիռին հաջողվել է վայրեջք կատարել։ Ուշադրություն հարցը. ինչպես էր կարանդաշը կարողացել կազմակերպել ինքնաթիռի վայրեջքը։ Ժամանակ։
Լուսավորի։ Ինչն է խանգարել։ Կարանդաշը ինչ է, այն բաներից է խաղում, այս բաները ունի։ Կարող է մարդկանց վերցել շարքին կանգնել միջադրել, Իսկ ահա այս մարդիկ, որ հագնում են այն բան հագուստները, որ կանգնած են լույսի տակ, որ երևում են, Կայացման մասին մարդկանց ուրիշ տեղա տարել, որ ընդ կարանան բանեն։ Չէ, այսինքն խնդիրը տրանսպորտային ինքնաթիռեր կարա կապ ունենա, տրանսպորտային ինքնաթիռեր, լուսավորությունը իր վրա է քաշել, ֆանարիկներով, գծի էլի։ օդանավականի աշխատողների ինչ-որ մի բան բայց այդ դեպքում մարդիկ է որ չէ լույս տան, ասենք կրկեսում ոնց է բոլորը կրակներով շոու։ Շասին բացվել մի քենան էլ ոչ Բայց օդանավակայանի եւ մերձակայքի մարդկանց օգնել է գիծ սարքեն, որ ինքնաթիռը հասկանա որտե իջնի, կրակներով կամ ինչ-որ լույսերով։ Բայց գիծը սարքի Լույս չի եղել, չեն տենում, չէ՞ ոնց է։ Ժամանակ։ Պարոն Քոչարյան, դարձյալ կփորձեմ ես պատասխանեմ, պարոն հաղորդավար, ամենայն հավանականությամբ Կարանդաշ փորձել է ինչ-որ ներկայացում կամ ինչ-որ համար իրականացնել, որպեսզի կարողանա մարդկանց ներգրավի եւ այդ մարդիկ փորձեն լուսավորեն օդանավակայանը, որպեսզի ինքնաթիռը կարողանա վայրեջք կատարի։ հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխան է։ Պարոն Քոչարյան, դուք սովորաբար օդանավակայան ինչպես եք հասնում։ Տաքսիով։ Տաքսիով։ Ծաղրացու Կարանդաշը օդանավակայանի տնօրինության հետ խորհրդակցելուց հետո դիմել է օդանավակայանի մերձակայքում կայանված բոլոր տաքսիների եւ այլ մեքենաների վարորդներին, խնդրելով նրանց լուսարձակները միացրած ավտոմեքենաներով տեղակայվել թռիչքուղու երկայնքով եւ այդպիսով օգնել, որպեսզի ինքնաթիռը վայրեջ կատարի։ 3-2 հոգուտ հեռուստադիտողների Գոհար Խաչատրյանը բերում է 3-րդ միավորը իր թիմի եւ վաստակում 50,000 դրամ պարգևավճար Յոնի բանկից։ Իսկ մենք շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։ Աննա։ Այո, պարոն հաղորդավար։ Ջերմորեն շնորհավորում ենք Մարմարե արծվի մրցանակակիր դառնալու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Աննա, եզրափակիչ խաղի ժամանակ դուք դալիճում էիք, ինչ զգացողություն ունեցաք, երբ հասկացաք, որ Մարմարե արծիվը ձերն է։ Չեմ կարող նկարագրել, անբացատրելի, աննկարագրելի զգացողություններ էին։ Իրոք շատ հուզիչ էր։ Իսկ հեշտ է հեռուստադիտողների հարցերին պատասխանել այսօր։ Շատ դժվար է, շատ, ահա որ։ Ձեր դեմ խաղում է Լուսինե Մկրտչյանը, մանկավարժ Երևանից։ Համաշխարհային բալետի աստղ Նիկոլայ Ցիսկարիձեն ծնվել է Թբիլիսիում, որտեղ ապրել է բազմազգ միջավայրում։ Վերջերս տված հարցազրույցում արտիստը պատմել է, որ անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրին երկար տարիներ հայ է համարել։ Ուշադրություն հարցը. ինչպես է նա բացատրել իր մոլորությունը։ Ժամանակ։ Ուիլյամ Սարոյանի հետ օրինակ խաղալ, Ուիլյամ Սարոյանը անգլերեն լավ է ասել, կարողացել է այդ արտիստը հայկական կարող է հայերի Դարտանյանը ոնց է Յանովա վերջանում, կարող է իր հերոսներից մեկը լսում է Յան հետ լսում։ Չէ, կամ Համլետը որ գրել է, մտածել է հայերի հետ, որ շփվել է Ուրիշ ինչ է հայերին նմանացրել Շեքսպիրը։ Համլետ, էլ ինչ Կարող հայերը շատ են խոսել Շեքսպիրի մասին։ Հերոսները ինչ գրել է, Վենետիկի վաճառական հայերեն եղել բոլորը շատ Ուիլյամ ավելի Սարոյանի եղել։ Հա, ալբոմն էլ անգամ։ Իսկ կարող է Համլետը եղել ավելի Համլետ կարա լինի Համլետ, հա։ Համլետ ավելի հայկականներ շատ ա եղել։ Քանի որ ասում է հարցի մեջ, որ ինքը տարբեր բազմաց միջավայրում է եղել, ինքը հայերի հետ էլ է ասած կապված։ վերջերս տրված է։ եղել հայերեն եղել պատասխանես Համլետը։ Համլետ շրջակայքում շատ կային։ Ուրիշ ինչ կերպար կար։ Ուրիշ ինչ կար կերպար։ Մագբեթ, Իսկ Վիլյամ Սարոյանը կարող է։ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Կպատասխանի Մարիանա Միքայելյանը։ Լսում ենք ձեզ Մարիաննա։ Մենք կարծում ենք, որ այդ բազմազգ միջավայրում կային շատ հայեր ու նրանց մեջ շատ Համլետ անունով տղամարդիկ, դրա համար։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Մարիաննա,
Նիկոլայ Ցիսկարիձեն պատմել է, որ անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրին հայ է համարել, քանի որ Թբիլիսիում, որտեղ նա ծնվել է եւ շատ հայեր կան, նրանց անվանակոչել են ոչ միայն Համլետ, այլ նաեւ Օֆելիա, Լաերտ, Ռիչարդ, Ջուլիետ եւ այլն։ Երեք։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Յունի բանկի ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանը։ Բարի երեկո, Տիկին Գրիգորյան։ Բարի երեկո, հարգելի հաղորդավար։ Տիկին Գրիգորյան, ես հասկանում եմ, որ այսօր ի տարբերություն մյուս խաղերի, երբ դուք ներկա եք լինում, այդքան էլ հանգիստ կանգնած չեք։ Բացարձակ հանգիստ չեք տպավորություններով։ Դե ինչ ասեմ, ամբողջ հոգով սրտով մաղթում եմ իմ գործընկերներին հաղթանակ։ Իսկ ինչպես եք գնահատում մինչ այս պահը նրանց խաղը։ Շատ լավ, գերազանց խաղ են ցույց տալիս։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, իսկ մենք շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Մարիաննա։ Այո, պարոն հաղորդավար։ Ինքներդ ձեզ բնորոշում եք որպես գերազանցիկ։ Իսկ այդ հատկությունը ձեզ օգնում է, թե խանգարում կյանքում։ Խանգարում երևի ավելի շատ։ Ինչու՞։ Օգնում էլ է։ Դե խանգարում է, որովհետև փորձում եմ հասնել իդեալականի։ Հա, ու դա դժվար է։ Իսկ ում եք համարում ձեր թիմի ուժեղագույն գիտակ։ Ես այդպես չեմ ասի, նայած ինչ հարցով մենք բոլորս լրացնում ենք իրար։ Հասկանալի է։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Կարեն Պողոսյանը։ Ռադիոֆիզիկոս Արշալույս գյուղից։ Ուշադրություն, պաստառներ եւ սև արկղ։ Այնինչ արտադրում է այս գովազդային պաստառները թողարկած ընկերությունը, մենք թաքցրել ենք սև արկղում։ Ուշադրություն հարցը. ինչ է սև արկղում։ Ժամանակ։ Վարսահարդարիչ։ Վարսահարդարիչ։ Որովհետև փչում է այնտեղից ու բաները, շենքերը թեքված են։ Իսկ ուրիշ։ Ուրիշ ինչ կապ տենց փչող։ Նույն պրինցիպով վենտիլյատորը կարող լինի, բայց վարսահարդարիչ ավելի գովազդային պաստառներն մեջտեղն է փչում, մեջտեղն է։ Իսկ ուրիշ ինչ-որ ուժեղ բան էլի, եթե օդ չի փչում, ուրիշ ինչ կարա լինի, հրող կամ ինչ-որ ճնշում կամ էլի ուրիշ փչում ինչ-որ բան։ Կամյանով ինչ-որ Ինչ կարա լինի այս չափի արտի մեջ։ ինչ-որ ալիք։ Ուրիշ վերսիա ունեք։ Հա, ճիշտ ասել, վարդեր վենտիլյատոր չի կարող։ Բրավո, այս չափի։ Մոտս ազգում եմ։ ուրիշ ինչ կա փչող։ Պարոն հաղորդավար, պատասխանը պատրաստ եք, պատասխանի Աննա Աստանյանը։ Լսում ենք ձեզ Աննա։ Մենք կարծում ենք, որ սև արկղում վարսահարդարիչ է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ըստ ընկերության մարքետոլոգների գաղափարի, այդ առարկան այնքան հզոր եւ արդյունավետ է, որ երբ այն գործի է դրվում, շենքերը սկսվում են ճոճվել եւ փոխել իրենց ձևը։ Ընկերությունը, որը թողարկել է այս գովազդային պաստառները, արտադրում է բացենք սև արկղը։ Վարսահարդարիչ 4-3 հոգուտ գիտակների։ Տիկնայք եւ պարոնայք, իսկ մեր դահլիճում ներկա է Բոյդեն ընկերության գործընկեր հայաստանյան գրասենյակի ղեկավար Սևադա Բաղձյանը։ Բարի երեկո, պարոն Բաղձյան։ Բարզս պարոն հաղորդավար։ Պարոն Բաղձյան, Բոյդեն ընկերությունը բարձր օղակի ղեկավարների որոնմամբ եւ խորհրդատվությամբ զբաղվող միջազգային ընկերություն է։ Իսկ ինչ խորհուրդ կտաք այն մասնագետներին, ովքեր ցանկանում են դառնալ բարձր օղակի ղեկավարներ։ Պարոն հաղորդավար, ես պատասխանը կբաժանեմ 3 մասի։ Կարիերայի սկզբում խորհուրդ կտամ անպայման աշխատել մեծ ինստիտուցիոնալ ընկերություններում, որովհետեւ ներսից տեսնեն ինչպես է աշխատում համակարգը։ Կարիերայի միջնամասում ես խորհուրդ կտամ, որ անպայման ցանկացած հանձնարարություն, որ ստանձնեն առնում, վերաբերվեն նրան ռազմավարական մոտեցում ցուցաբերեն, այսինքն հարցին վերաբերվեն ոչ միայն սեփական շարավողով, այլ ընկերության ամբողջ ռազմավարության տեսանկյունից եւ լինեն եկամուտների
ու ծախսերի պատասխանատու, ինչպես որ անգլերենում ընդունված տերմին կա, P&L responsible լինեն իրենց task-երի նկատմամբ, եւ դրանից հետո արդեն ստանձնում են ղեկավար հաստիկ, ես խորհուրդ կտամ շարունակել աճել եւ չկանգնել նույն տեղում, որովհետեւ կա մի լավ խոսույթ, որ ցանկացած մարդու առաստաղը ինչ-որ մեկի հատակն է։ Դե միշտ աճելու տեղ կա։ Շնորհակալություն, պարոն Բաղդյան։ Հետաքրքիր համեմատություններ եւ ցիտատ։ Շարունակում ենք խաղը, 8-րդ խաղափուլ։ Աննա։ Այո։ Դուք փորձառու հեռուստադիտող եք։ Խաղացել եք մեր ակումբի մի շարք ուժեղագույն թիմերի դեմ։ Այո։ Որ թիմին եք համարում ձեր ամենաբարդ մրցակիցը։ Համարում եմ ամենաբարդ մրցակիցը Լևոն Նիկողոսյանի թիմին։ Լևոն Նիկողոսյանի թիմին։ Ինչու ձեր բոլոր հարցերին պատասխանել են Աննա նրանք։ Չէ, ուղղակի իրենք իմ ամենասիրելի թիմն են եւ ամենասիրելին դեռ ամենաբարդը չէ։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Քրիստինե Սարգսյանը, տնտեսագետ Երևանից։ Փարիզի Ելիսեյան դաշտերում գրասենյակ ունենալը եւ հեղինակության գագաթնակետն է, եւ մեծ շքեղություն, որը միայն քչերն են կարող իրենց թույլ տալ։ Այնուամենայնիվ, կան նաեւ այդ շքեղությանը մոտենալու մատչելի եղանակներ։ Օրինակ, որոշ ընկերություններ կարևոր հանդիպումների համար մի քանի ժամով գրասենյակ են վարձակալում Ելիսեյան դաշտերում։ Ուշադրություն, հարցը։ Էլ ինչ է հնարավոր վարձակալել Ելիսեյան դաշտերում, որպես էլ ավելի մատչելի տարբերակ։ Ժամանակ։ 15 ռոկոսի մետրանոց տներ, սենյակներ։ Կար նստարան։ Չէ, փոքր նստարաններ կարելի է վարձակալել, բայց վարձակալել բնակարան ավելի ինչ գրասենյակի Ելիսեյան դաշտերում ինչեր կանել, որ կարող են կարող է շինություն չի, ինչ որ տարածքն առանց ծառերի տակ, ասենք, չգիտեմ, պիկնիկի վարան։ Բայց չգիտեմ ուրիշ։ Այնտեղ շատ խանութներ կան, օրինակ, չգիտեմ, օծանելիքի խանութներ կան։ Էլի դաշտերում կարելի է վարձակալել մատչելի տարբերակով։ Դաշտերում հանդիպումների համար ցանկությունը բանը ավելի լինի։ Խոտի վրա նստան բանակցան իրար հետ։ Պիկնիկ անելու համար, ինչ-որ ծառեր կարան ծառերի վրա, բալկոններ են, այնտեղ շատ հին ժամանակներ շատ են օգտագործել։ Կարող է սրճարանի ստոլի, չգիտեմ, կոֆե վերցնեն, վարձակալել տենց իմաստով լինի, էլի։ Ժամանակ։ Ով է պատասխանում, փորձեմ ես ընդհանրացնել թիմային տարբերակը, շատ հնարավոր է սրճարանում սեղան ուղակի զբաղեցնել եւ գործնական հանդիպում ունենալ, ասենք։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Քոչարյան, որպես առավել մատչելի տարբերակ, Ելիսեյան դաշտերում հնարավոր է փոստային հասցե վարձակալել։ Նամակագրական գործարար հաղորդակցությունը Ելիսեյան դաշտերից ուղարկված փաթեթները հիպնոսային ազդեցություն են ունենում շատերի վրա։ 4-4 Քրիստինե Սարգսյանը բերում է 4-րդ միավորը իր թիմին եւ հաստակում 50,000 դրամ պարգևավճար Յունիբանկից։ Տիկնայք եւ պարոնայք, մեր խաղին ներկա է Աթենք ընկերության PR բաժնի ղեկավար Մարիամ Ղարդյանը։ Բարի երեկո, Տիկին Ղարդյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Ղարդյան, հայտնի է, որ շուտով շահագործման կհանձնվի Աթենք ընկերության նոր գործարանը։ Մի փոքր պատմեք մեզ այդ մասին։ Այո, պարոն հաղորդավար, մեր ընկերությունը շուտով մեկ մեծ քայլ կանի, շահագործման կհանձնվի մեր գերհզոր արտադրական համալիրը Գետամեջ համայնքում։ Գործարանը հագեցած է վերջին սերնդի տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալու, որ ել ավելի ընդլայնել մեր արտադրական ծավալները։ Նախագիծն իրականացվել է միջազգային ստանդարտների նորմերին համապատասխան, ապահովելով որակի չափանիշները, անվտանգության նորմերը, ինչպես նաև աշխատակիցների հարմարավետությունը։ Եվ ուզում եմ շեշտել, որ մեր արտադրական համալիրը ոչ միայն ընդլայնելու է, այսպես ասած, մեր արտադրական ծավալները, այլև գործարանի շահագործմամբ նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ ուզում եմ շեշտել, որ մենք արդեն հասցրել ենք համալրել 300 նոր թիմակցի։ Եվ սա մեզ համար պարզապես նոր գործարան չէ, այլ շարունակական աճի, վստահության եւ
անընդհատ զարգանալու խորհրդանիշ։ Շնորհակալություն Տիկին Ղարզյան, ավելացնեմ միայն, որ թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ 9-րդ խաղափուլ։ Պարոն Քոչարյան։ Այո, պարոն հաղորդավար։ Գործի բերումով առնչվում եք ռիսկերի կառավարման հետ։ Այո։ Այսօրվա թիմը հեշտությամբ եք կառավարում։ Եվ ռիսկային է այն թե ոչ։ Բնականաբար ռիսկեր կան։ Կառավարել դժվար չէ։ Բոլորն էլ մտածող են, բոլորն էլ իրենց վերսիաները ունեն, ասում են։ Ամենառիսկայինը ես եմ։ Հասկանալի է։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Ռուդիկ Գալստյանը, թոշակառու Քաղաք Բերդ, ոսկե արծվի մրցանակակիր։ Ճապոնացի գրող Կենզաբուրո Օեն պատմում է. դեռ երեխա էի, երբ մորս խոստացա, որ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ կստանամ։ 50 տարի անց ես նրան ասացի. տեսնում ես, ես կատարեցի խոստումս, ես Նոբելյան մրցանակ եմ ստացել։ Մոր պատասխանը զարմացրեց գրողին։ Ուշադրություն հարցը. ինչ պատասխանեց գրողի մայրը։ Ժամանակ։ Բայց ֆիզիկոս էլ չդարար։ Երազանքը չիրականացել ու մտածում էր մայրը այնպես է խոստումը չկատարեցի, ստացար, բայց ֆիզիկայից չստացար։ Ծիրողները Նոբելյան ստացել Վերսիա Մայրը կար, չէ, 50 տարի հանց ուրեմն պատասխանել է։ Մանուկ տարիքում ա եղել, մանուկ հասակում ա եղել երեխա ժամանակ։ Բայց ափսոս բայց զարմացրել ա գրողին, քիչ ավելի ուրիշ բան պետք է։ Հիասթափվել էր, որովհետև մեկա չէր ուրախացել։ Բարձր չի բախտացել։ Դա տարբերակ։ Հակառակ ուղղակի հեշտ առաջ։ Ժամանակ, պարոն Քոչարյան։ Այո, կպատասխանի Արեն Ավետիսյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Ավետիսյան։ Մենք մտածում ենք, որ գրողի մայրը ասել է, բայց խոստումդ 50%-ով, կեսով իրականացրեցիր, ֆիզիկայի չստացար, ու ինքն զարմացել է դրանից, որ մայրը չի ուրախացել, որ տենց է պատասխանը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Տեսնում ես, ես կատարեցի խոստումս, ես Նոբելյան մրցանակ եմ ստացել, հպարտորեն ասաց Կենզաբուրո Օեն։ Ոչ տղաս, դու խոստացել էիր, որ մրցանակը լինելու է ֆիզիկայի բնագավառում, նրան հանդիմանեց մայրը։ 5-4 հոգուտ գիտակների, ինչ որտեղ երբ ամառային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Յունիբանկը, խաղի գիտա-ինտելեկտուալ գործընկերն է PMI Science ընկերությունը, մեր արևային գործընկերն է Ital Solar ընկերությունը, մեր արագ և շահավետ գործընկերն է Ozon Marketplace-ը, մեր միջազգային գործընկերն է Boyden ընկերությունը, մեր համեղ գործընկերն է Աթենք ընկերությունը, մեր լուսավոր և ջերմ գործընկերն է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը, Գովաստ Armenia TV-ի եթերում։ Տիկնայք և պարոնայք, մեր խաղին ներկա է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության կորպորատիվ կապերի դեպարտամենտի ղեկավար Նատալիա Սարջանյանը։ Բարի երեկո, Տիկին Սարջանյան։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Տիկին Սարջանյան, Smart հաշվիչների ներդրումը բաժանորդի համար բացի տեղեկատվություն ստանալու հնարավորությունից ենթադրում է նաև չվճարման դիմաց էլեկտրասպասարկման ընդհատում և վճարումից հետո ավտոմատ վերականգնում։ Արդյոք այս մոդուլը ճշգրիտ է աշխատում։ Մեծ մասամբ այո, չվճարման դիմաց ավտոմատ, այսինքն առանց մարդկային միջամտության էլեկտրամատակարարումը դադարեցվում է եւ վճարում կատարելուց անմիջապես հետո առավելագույնը 1 ժամվա ընթացքում
էլեկտրամատակարարումը նույնպես ավտոմատ վերականգնվում է։ Ցավոք սրտի երբեմն լինում են շեղումներ եւ խափանումներ, պայմանավորված տեխնիկական խնդիրներով, չգիտեմ, ասենք կապի խնդրով, եւ այդ 1 ժամը գերազանցում է, այնուամենայնիվ օրենքով սահմանված ժամկետը չվճարման դիմաց էլեկտրամատակարարման վերականգնման միշտ պահպանվում է։ Շնորհակալություն Տիկին Սարջանյան, հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակակրին Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը նվիրում է հնգորյա ուղեգիր դեպի Դիլիջան 2 անձի համար։ Շարունակում ենք խաղը 10-րդ խաղափուլ։ Պարոն Դովլաթյան։ Այո, պարոն հաղորդավար։ Լսել եմ, որ պրոֆեսիոնալ զբաղվում եք մաֆիա խաղով։ Այո։ Նույնիսկ դարձել եք աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մի քանի տարի առաջ, այո։ Կպատմեք ձեր այդ հաջողության մասին։ Եվ ինչն է ձեզ գրավում այդ խաղում։ Շատ հետաքրքիր ինտելեկտուալ խաղ է մաֆիան եւ ինչն էր ամենահետաքրքիրը, որ կոവിഡ്ի տարիներին չէր անցկացվում, ուղղակի չէր թույլատրվում մաֆիա խաղ անցկացնել, քանի որ շատ են խաղացողները 10 հոգի են կլասիկ մաֆիայում։ Սևական Բարծումյան։ Եվ կոവിഡ്ից հետո իմ համար ինչն էր ամենահետաքրքիրը, որ կոവിഡ്ից հետո անցկացվեց այդ մրցաշարը, որտեղ ես երրորդ տեղը գրավեցի, բրոնզը գրավեցի եւ ոնց որ 2 տարի ես սպասում էի, որ մրցաշարը լինի եւ արդարացրեց այդ 2 տարի սպասելը իմ կարծիքով արդարացրեց։ Վերջի խաղում ես կարող էի երկրորդ տեղ գրավել, բայց վերջի խաղը մրցման պարտվեցիք։ Այո, վերջի խաղը մի քանի խաղեր պարտվեցի, բայց հասկանալի է։ Եվ գրավեցի այդ տեղը։ Շնորհակալություն։ Ձեր դեմ խաղում է Սևական Բարծումյանը, գործարար Երևանից։ 2012 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի է ունեցել համաշխարհային ֆուտբոլի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Մադրիդի Ռեալի եւ Բարսելոնայի մասնակցությամբ հերթական Էլ Կլասիկոն։ Ուշադրություն հարցը։ Ինչպես են սոցիալական ցանցերի որոշ հնարամիտ օգտատերեր ազդարարել այդ հանդիպման մասին։ Ժամանակ։ Թվերի հետ կապված 10 Էլ Կլասիկոն 12 թվին աշխարհի վերջին կանխագուշակում դեկտեմբերի 21-ին 12 հոկտեմբերի 7 կարա լինի աշխարհի վերջին ուրիշ վերսիա հետո 07-10-12 կամ հոկտեմբեր հաջողակային Ովը 7-րդ խաղացողը կարա կապ ունենա 10 համար 7 Մեսսին է 7 Էլ Կլասիկոն էլ ինչ անում Ինչպես էր հայտարարում այդ հայտնման մասին կարող ասենք 7-րդ խաղացող 10-րդ խաղացող Այս կայնացել է համարը 07 համարը ու 10 համարը իրար կողքն ամսաթիվ բայց բանը ինչպես էր սոցցանցերի որոշ հնարավոր օգտատերերը ազդարարել այդ հանդիպման մասին այդ հանդիպման մասին 7-րդ համար 10-րդ համար հանդիպման մասին հանդիպման մասին այդ ամսաթվին առնելու 7-րդ համար 10-րդ համար 07-10 մարզաշապիկներով կանգնած էին 10 այդ ժամանակ իրանք խաղում Ժամանակ Պարոն Քոչարյան, ով է պատասխանում։ Կպատասխանի Երիկ Մկրտչյանը։ Լսում ենք ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն հաղորդավար, քանի որ Ռեալ Մադրիդի գլխավոր աստղ Կրիստիանո Ռոնալդոն այդ ժամանակ գրում էր 7-րդ համարի մարզաշապիկը, Բարսելոնայի աստղ Մեսին 10-րդ, միգուցե իրենք իրար կողք են կանգնած կամ իրենց մարզաշապիկներն են իրար կողք դրված եղել այնպես, որ դառնա 07-10, այսինքն այդ հանդիպման ամիս ամսաթիվը։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հանդիպումը կայացել է 2012 թվականի հոկտեմբերի 7-ին։ Այդ ժամանակ Ռեալի եւ Բարսելոնայի գլխավոր աստղերը Կրիստիանո Ռոնալդոն եւ Լեո Մեսսին էին, որոնք համապատասխանաբար կրում էին ուշադրություն էկրանին 7 եւ 10 համարի մարզաշապիկները։ 6-4 ես արձանագրում եմ գիտակների հաղթանակը եւ նշում հաղթողների անունները։ Աննա Աստանյան, Արեն Ավետիսյան, Էրիկ Մկրտչյան,
Մարիաննա Միքայելյան, Ստեփան Դովլացյան եւ թիմի ավագ Սերգեյ Քոչարյան։ Տիկին Նատալիա Սարջանյան։ Այո, պարոն հաղորդավար։ Պետք է խնդրեմ այսօր դուք ասեք, ով էր այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Կարծում եմ այսօր սա այն հազվադեպ խաղերից էր, երբ իսկապես թիմի բոլոր անդամները փայլում էին ուղղակի, բայց կարծում եմ, որ Սերգեյ Քոչարյանը այն մարդն էր, ով հասկանում էր, թե մասնակիցներից թիմի անդամներից որն է ճիշտ պատասխանում ու ընտրում էր այդ ճիշտ պատասխանը։ Հասկանալի է։ Սերգեյ Քոչարյան։ Այսօրվա խաղի լավագույն գիտակ է ճանաչվում Սերգեյ Քոչարյանը եւ ստանում է Ուոլթեր Այզեքսոնի Լեոնարդո դա Վինչի աշխատությունը Արտավազդ Խաչատուրյանի մակագրությամբ, ինչպես նաեւ գրքերի հավաքածու Օզոն Marketplace-ի կողմից։ Թիմի բոլոր անդամներին Աթենք ընկերությունը նվիրում է Աթենք Prime բարձրորակ մսային սեթը։ Իսկ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է առաջիկա համերգի հրավիրատոմս 2 անձի համար։ Հիշեցնեմ, որ Մարմարե արծվի մրցանակագրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նվիրում է 20-րդ համերգաշրջանի աբոնեմենտային քարտ։ Տիկին Գոհար Գրիգորյան։ Այո։ Եկավ ժամանակն ընտրելու լավագույն հեռուստադիտողին։ Հիշեցնեմ հաղթող հարցերի հեղինակներին։ Սուսաննա Հարոյան, արծաթապատ ոսկե մատանիների մասին հարցով։ Քրիստինե Ղազարյան, Sting-ի եւ Englishman in New York երգի մասին։ Գոհար Խաչատրյան, ինքնաթիռի վայրեջքի մասին եւ Քրիստինե Սարգսյան, Ելիսեյան դաշտերում փոստային հասցե վարձակալելու մասին հարցերը։ Sting-ի Englishman հարցը։ Քրիստինե Ղազարյանը Englishman in New York հարցով ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն հարցի հեղինակ եւ ստանում է լրացուցիչ 50,000 դրամ գումար Յունիբանկից, ինչպես նաեւ 100,000 դրամի նվերքարտ Իտալ Սոլար ընկերության կողմից։ Աթենք ընկերությունը այն հարցերի շարքից, որոնց գիտակները ճիշտ են պատասխանել, կընտրի լավագույնը եւ հարցի հեղինակին կպարգեւատրի 50,000 դրամի նվերքարտով։ Տիկին Մարիամ Ղարդյան, հիշեցնեմ այդ հարցերը։ Այո։ Մենք ենք մեր սարերը ֆիլմի մասին, Լուսինե Այվազյան, Գևորգ Հովանիսյան Մարադոնայի խաղաշապիկի մասին, Տիգրան Սրապյան Կարաբալայի մասին, Լուսինե Մկրտչյան Շեքսպիրի հերոսների մասին, Կարեն Պողոսյան Վարսահարդարիչի մասին, Ռուդիկ Գալստյան Նոբելյան մրցանակի եւ Սևակ Համբարձումյան Մեսսիի եւ Ռոնալդոյի մարզաշապիկների։ Պարոն հաղորդավար, մենք ենք եւ մեր սարերը ֆիլմի մասին հարց։ Լուսինե Այվազյանը, մենք ենք մեր սարերը ֆիլմի հարցով ստանում է 50,000 դրամի նվերքարտ Աթենք ընկերությունից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV-ի եթերում։